Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 13-ն է, սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է, եւ այս հաղորդման ընթացքում մենք խոսելու ենք այն տեղեկությունից, որը որ քիչ առաջ ենք ստացել, հիմնական դրա մասին ենք խոսելու եւ վերջին ստացված տեղեկությունների համաձայն, որը որ տարածում է Հայաստանի արտգործնախարարությունը, նաեւ Ադրբեջանի արտգործնախարարանի հայտարարությամբ հանդես եկել Ադրբեջանի նախագահն է հանդես եկել հայտարարությամբ, բայց մեզ համար կարևորը Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունն է այն մասին, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ համաձայնեցված է եւ այն արդեն պատրաստ է ստորագրման։ Եվ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը պատրաստ է փաստացի հիմա ստորագրել խաղաղության պայմանագիր եւ հաստատել նաեւ դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Նաև այդ հաղորդագրությունից մեզ պարզ է դառնում, որ Հայաստանը համաձայնվել է երկու չհամաձայնեցված կետերի հետ, որոնց շուրջ որ բանակցությունները ընթանում էին, հիշում եք, երկու կետերի շուրջ չէին կարող պայմանավորվել Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հայաստանը վերջին առաջարկությունները 12-րդ խմբագրություններ ներկայացրել։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը այնպիսի առաջարկ է անելու Ադրբեջանին, որից որ դժվար թե Ադրբեջանը հրաժարվի, այսինքն պատկերացում էր, կարծիք էր հայտնել, որ դժվար թե հրաժարվի, նույն ժամանակ նշելով, որ ինքը հիմա չի ուզում բարձրաձայնել, քանի որ դեռևս ադրբեջանական կողմը չի համաձայնվել այդ մասով, համաձայնություն չկա։ Եվ հիմա փաստացի հայտարարության մեջ ուրիշ բան է նշվում է, որ Հայաստանը համաձայնվել է ադրբեջանական առաջարկների հետ, բայց որն են այդ առաջարկները։ Եթե առաջարկները փոփոխություն չեն կրել եւ առաջարկները 11-րդ խմբագրությանը մենք գիտենք, որ այդ առաջարկներում ադրբեջանական կողմը առաջարկ ասենք պահանջում էր, որպեսզի Եվրոմիության դիտորդական առաքելությունը հեռանա հայ-ադրբեջանական սահմանից եւ դիտարկում չանցկացնի, այսինքն երրորդ երկրների ներկայություն չլինի սահմանի վրա։ Այսօր Միչայլոս նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ է անդրադարձել այդ հարցին, ասելով, որ դիտորդական առաքելությունը ուղղակի փորձում է հետախուզական ինչ-որ տվյալներ հավաքել, ասել է, որ այդ դիտորդական առաքելությունը հետախուզական առաքելություն է եւ նրանք գիշեր-ցերեկ փորձում են դիտարկել, լրտեսել Ադրբեջանի սահմանը եւ փնտրում են հնարավոր անցքեր, որպեսզի տեսնեն, թե ինչ են անում ադրբեջանցիները։ Ու վերադառնալով այդ խաղաղության պայմանագրին, երկրորդ կետերին նաեւ հաջորդ կետին մենք գիտենք, որ կար նաեւ պահանջ հրաժարվելու միջազգային հայցերից, Հայաստանը ասում էր, որ ուրեմն պետք է հրաժարվենք փոխադարձաբար այդ միջազգային հայցերից, այսինքն ինչ կոնկրետ փոփոխություններ են կրել այդ երկու կետերը, այս պայմանությամբ ինձ դժվար է ասել, ինչ վերջնական տեսքի են եկել այդ երկու կետերը, բայց մենք գիտենք, որ հիմնական բանակցությունները այդ երկու կետերի շուրջ էին։ Դիտորդական առաքելության մասով ես իմ կարծիքը ասել եմ, երևի թե իմաստ չունի այլևս կրկնել, այն մնում է անփոփոխ։ Ես համոզված եմ, որ այն չպետք է հեռանա Հայաստանից եւ հույսով եմ, որ Հայաստանը հետեւական է եղել գոնե թե իր առաջարկի մասով, որ այն սահմաններից կարող է հեռանան դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որտեղից որ արդեն որտեղ որ դեմարկացիա եւ դելիմիտացիա է տեղի ունեցել սահմանների, այսինքն վերջնականապես սահմանները ճշտվել են եւ ամեն ինչ նորմալ է։ Մենք նաեւ ունենք այնպիսի սահմանահատվածներ, որտեղ որ փաստացի ադրբեջանական օկուպացիա տեղի ունի եւ այնտեղ եւս պետք է ճշգրտվեն սահմանները եւ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան, կա նաեւ անկլավ էքսկլավների հարցը, այսինքն բազմաթիվ հարցեր կան եւ ես կարծում եմ, որ Եվրոմիության դիտորդական առաքելությունը պարտադիր պետք է մնա Հայաստանի տարածքում։ Եվ մենք պետք է իրոք հիմա սպասենք պարզաբանումների, թե ինչ են պայմանավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները։ Նաեւ Բաքվից կա տեղեկություն, որ Ռուբեն Վարդանյանն է դադարեցրել իր հացադուլը, չգիտեմ այս ամեն ինչ կանով կապ ունի նաեւ Ռուբեն Վարդանյանի որոշման հետ, նաեւ Եվրոմիության խորհրդարանի, Եվրոպական խորհրդարանի բանաձևերի հետ, որը որ հիմա դրվել է քվեարկության, այդ բանաձևը եւս երևի թե ինչ որ ազդեցություն է ունեցել այսօրվա այս հայտարարության վրա, դժվար է ասելը, բայց փաստացի Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ այդ փաստաթուղթը պատրաստ է եւ հիմա մնացել է քննարկել վայրը եւ
օրը, երբ այդ փաստաթուղթը եւ որտեղ այդ փաստաթուղթը կստորագրվի։ Եվ ինչպես ասեցի, Ալիևը այսօր Բաքվում հայտարարել է, որ մենք խաղաղություն ենք հաստատելու Հարավային Կովկասում։ Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնց կետերի մեծամասնությունը արդեն իսկ համաձայնեցված են, այսինքն ըստ Ալիևի դերևս կան քննարկումներ, ըստ Հայաստանի արտգործնախարարության այդ քննարկումները ավարտված են։ Մեկ ուրիշ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա ասել է, որ եթե Հայաստանը ուզում է խաղաղություն, ապա պետք է համագործակցի այդ դատավարության շուրջ եւ ոչ թե հայտարարի, որ ձերբակալված անձինք դրանք գերիներ են ու ռազմագերիներ են։ Անընդունելի են նրա խոսքով Հայաստանի այսօրվա գործողությունները այդ հարցի շուրջ եւ անիմաստ։ Եվ փաստացի, ինչպես արդեն նշեցի, նա ասում է, որ եթե Հայաստանը ուզում է խաղաղություն, ապա պետք է համագործակցի ադրբեջանական դատարանի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրի շուրջ հայտարարություն է տարածել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Նրանք եւս նշում են, որ բանակցությունները խաղաղության այդ պայմանագրի շուրջ ավարտված են եւ նրանք հույս ունեն, որ հաջորդ քայլը Հայաստանի կողմից սահմանադրության մեջ փոփոխությունների մտցնելու հարցը պետք է լինի։ Հիմա տեսնում եք ինչքան հարցեր են առաջանում։ Մեկը Եվրոմիության դիտորդական առաքելության հարցն է, Եվրոմիության դիտորդական առաքելության հարցի շուրջ ինչ պայմանավորվածության են եկել Ադրբեջանը եւ Հայաստանը, երկրորդը միջազգային փոխադարձ հարցերի հարցն է, որի պատճառով նաեւ Եղիշե Կիրակոսյանն էր ամենայն հավանականությամբ հրաժարական տվել, մենք չունենք այս մասին տեղեկություն, դա հստակ պետք է նշեմ, բայց ուղղակի համընկնումները բավականին շատ են եւ հաջորդը նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունն է, որը որ կրկին վերաբերվում է Հայաստանի սահմանադրության, բայց այդ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը փոփոխություններ կմտցնի սահմանադրության մեջ։ Այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվել են, թե ոչ, հարց է, իրոք հարց է, երևի թե պետք չի շտապել, պետք չի միանգամից ջղաձգվել, մենք պետք է ունենանք նոր տեղեկություններ, ավելի լիարժեք տեղեկատվություն, որպեսզի նոր անենք եզրահանգումներ։ Հնարավոր է ադրբեջանական կողմը միտումնավոր է այդ հայտարարությունը տարածում, հիշեցնելով նաև սահմանադրության հարցը, չեմ կարող ասել, պետք է իրոք սպասենք եւ տեսնենք, թե ինչպես է այս ամենին պատասխանելու հայկական կողմը, հուսանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ արտգործնախարարը անպայման մանրամասն կանդրադառնան այս հարցերին, որպեսզի մենք կարողանանք ավելի ճշգրիտ վերլուծություն անել։ Բայց մենք կրկնեմ գիտենք այն, թե որ կետերն էին հիմնականում քննարկում եւ նաեւ գիտեինք այն, որ սահմանադրության հարցը այդ կետերի մեջ, որքան ես տեղյակ եմ, այդ հարցը չէր քննարկում, ինչպես նաեւ ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Հավանաբար այդ հարցերը արդեն քննարկվեն խաղաղության պայմանագրի, եթե նման բան իհարկե տեղի ունենա ստորագրելուց հետո, թե սահմանադրության վերաբերվող հարցերը, թե ճանապարհների ապաշրջափակման հարցերը եւ ելի բազմաթիվ հարցեր, որոնք որ կարծում եմ ամեն դեպքում մնալու են նաեւ այդ պայմանագրի ստորագրելուց հետո։ Հələ փաստ չէ, որ այդ պայմանագիրը կստորագրվի, չնայած որ կողմերը հիմա հայտարարում են, որ այն պատրաստ է, բայց փաստ չէ, որ դա շատ արագ կստորագրվի։ Նաեւ հետաքրքիր այն է, որ այս ամենը կարելի է դիտարկել նաեւ միջազգային կոնտեքստում։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը արդեն այցելել է Մոսկվա, նա արդեն հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ դա տեղի կունենա Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինի, դրանից բացի երեկոյան նախատեսված է Դոնալդ Թրամփի եւ Պուտինի միջև հեռախոսազրույց, տարբեր տեղեկություններ կան այդ մասին, տարբեր աղբյուրներից մենք տեղեկանում ենք, այսինքն հստակ ակնարկներ կա, նաեւ Պեսկովն է ակնարկում այդ մասին, որ նման հեռախոսազրույց կարող է տեղի ունենալ, այսինքն այդ process-ը եւս ակտիվացել է եւ ոչ միայն այդ process-ը, նաեւ մենք ունենք Իրանի արտգործնախարարի հայտարարությունը այն մասին, որ երրորդ երկրների միջնորդությամբ փաստացի իրանական կողմը բանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ատոմային ծրագրի շուրջ
եւ նույնիսկ Իրանը պատրաստ է արդեն երկկողմ հարաբերություններ, այսինքն երկկողմ քննարկումներ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվեն շանտաժից եւ սպառնալիքներից, այսինքն եթե նման բան տեղի ունենա, Իրանը պատրաստ է քննարկել ատոմային ծրագիրը եւ այդ հարցով բնականաբար հստակ ակնարկ կա, որ Իրանը պատրաստ է նաեւ գնալ նույնիսկ զիջումների։ Մենք այսօր փաստացի ունենք Հայաստանից կարևոր հաղորդագրություն Հայաստանից եւ Ադրբեջանից, Իրանից եւ նաեւ ակտիվացող կապեր Ռուսաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների, որոնք որ քննարկում են Ուկրաինայում պատերազմը վերջ տալու մասին։ Դրանից բացի ես արդեն նշեցի, որ Եվրոմիության խորհրդարանը բանաձև է ընդունել, հենց որի համաձայն եվրոպական խորհրդարանը ճանաչում է բոլորին ռազմագերիներ, որոնք որ պահվում են Բաքվի բանտերում եւ պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Այդ բանաձևի մեջ հստակ նշվում է, որ ադրբեջանական այդ կեղծ շինծու դատական պրոցեսները պետք է դադարեցվեն, դրանից բացի պետք է շատ արագ հետաքննվեն այն բոլոր տեղեկությունները, որոնց համաձայն մարդիկ կտանքների են ենթարկվել Բաքվի բանտերում, այդ ամենի շուրջ պետք է հետաքննություն տեղի ունենա եւ այդ բանաձևով փաստացի Եվրոպական միության խորհրդարանը պահանջել է Ադրբեջանից, որպեսզի Ադրբեջանը հավատարիմ մնա իր վրա վերցրած միջազգային պարտավորություններին։ Հետաքրքիր է, որ այդ բանաձևին դեմ է քվեարկել ընդամենը 3 падգամավոր, 84 ձեռնպահ է մնացել եւ մնացած 464 падգամավորները կողմ են քննարկել այս բանաձևի օգտին։ Դրանից բացի հետաքրքիր է այն, որ էներգետիկ հարցերով Եվրոմիության անձնակատարը էներգետիկ հարցերով անդրադարձել է Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող այդ դատավարությանը եւ հստակ դա եւս ակնարկ է, որ հնարավոր է ինչ որ խնդիրներ ունենան արդեն ադրբեջանցիները եվրոպացիների հետ, Եվրոպական միության հետ կոնկրետ էներգետիկ համագործակցության շուրջ։ Ուկրաինային եւս մենք անդրադարձանք այս կոնտեքստում, կարող եմ ավելացնել այն, որ Reuters-ը հաղորդում է, որ Ռուսաստանը արդեն իսկ փոխանցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին իր պահանջները եւ չնայած որ մանրամասն տեղեկություններ չկան, հայտնի է, որ հիմնականում Ռուսաստանի պահանջները չեն փոխվել եւ Ռուսաստանը դեմ է փաստացի խաղաղապահների տեղակայմանը ՆԱՏՕ-ի երկրներից, խաղաղապահների տեղակայմանը Ուկրաինայում։ Դրանից բացի Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մարտի 13-ին այսօր հայտնել է, որ Ռուսաստանը չի ուզում հրադադար, չի ուզում ժամանակավոր հրադադար, այլ ուզում է ընդհանրապես, որպեսզի այդ պատերազմը ավարտվի։ Եվ սրանից եւս կարելի է ենթադրել մեկ բան, որ հրադադարին Ռուսաստանը կողմ չէ, հիմա պնդելու է, որ քանի որ համաձայնություն չկա, այս պատերազմը կշարունակվի եւ պետք է Ռուսաստանը հիմա փորձի խոսել, որ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն, պետք է ակտիվ բանակցություններ ընթանան եւ փորձելու է ժամանակ ցկցակել այդ հարցի շուրջ։ Այս պահի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ ձեր լայքերի կարևորության համար վերջի երկու հաղորդումները այդքան մեծ դիտում չեն ունեցել, դրա համար չափազանց կարևոր է ձեր ակտիվությունը, ձեր ակտիվ լայքերը, շատ կարևոր է, որ նաեւ տարածեք մեր հաղորդումները, ինչպես նաեւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, կհանդիպենք։